թե հեցի ճակատագիրը, թե իր ճակատագիրը ամենատխուր վարկածներից մինչև ուրախ վարկածներ եւ ամենազվարճալի անպայման քննարկվում է, դուք եք հասկանում, այս երկրի քաղաքացի եք, որ օրինակ կարող են հանել եւ նրան վետո դնել, թույլ տալ հայրենիք մտնի, ոտք դնի, մյուս կողմից նրան թույլ տալ դուրս գալ, քաղաքական գործընթաց սկսի, այսպես հազար ու մի վարկած քաղաքական առևտրից մինչև տնտեսական եւ հաջորդը դուք ղեկավար եք այս կառույցում եւ դուք լավ եք հասկանում, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է առևտուր ձեր ամեն աշխատողի հետ, սկսած պահակակետի հսկիչից մինչև մաքրուհի եւ մինչև տնօրեն։ Ձեր հետ կոմպրոմատի լեզվով, շահագրգռելու լեզվով ձեր աշխատակիցների հետ խոսք ու զրույց եղել է իշխանականների կողմից թե ոչ։ Ես գիտեմ, որ այստեղ գլխավոր դատախազի եղբայրն է արդեն իսկ աշխատում, նախ նրա այստեղ աշխատելու հանգամանքները մեզ բացատրեք, մանավանդ դա նոր է։ Արդյոք սա սցենարային պլանի մաս չի կազմել, հաշվի առնելով նրանք կարող էին կանխատեսել այս ելքը։ Եվ ինչպես եք պատրաստվում պաշտպանել ձեր աշխատակիցներին եւ կոմպրոմատներից, եւ հարձակումներից իշխանական, եւ գործարքներից, որը կարող է ճակատագրական դառնալ։ Այդքան իրենց համար։ Տիկին Բադոյան, ցավոք սրտի որպես քաղաքացի կարծիքս հայտնել չեմ կարող, ցավոք սրտի, որովհետեւ ես ներկայացնում եմ այս պայն հեծը, որպես իրավաբան ձեզ ասեցի չեմ ցանկանում մեր գործողությունների հետ կապված կարծիք հայտնել, որպես հեծ գլխավոր տնօրեն եւ մարդ, ով ճանաչում է Սամվել Կարապետյանին, ձեր ասած վարկածները ու ցանկություններ կարող են լինել, այդպես պայմանավորվելու, ազատության գին, չգիտեմ ինչ, Կարապետյանին ճանաչող մարդիկ գիտեն, որ հնարավոր չի։ Ոչ թե հնարավոր չի պայմանավորվել, այսպիսի պայմանավորվածություններ հնարավոր չի։ Սա արդեն ասում եմ իմ կարծիքը, որովհետև հաստատապես ինքը դա կարող է ասել, բայց ես համոզված եմ, որ դա էլ պնդելու է, այսինքն ինչ-որ գործարք, ազատություն, իմ կարծիքով ոչ, գործարքի գնալու պարագայում չէր հայտնվի այս վիճակում, այսպես ասեմ ձեզ, ինչի պետք է հայտնվեր, հետո նոր գնալ գործարքի։ Երկրորդ ինչ վերաբերում աշխատակիցներին, ես չեմ ցանկանում հիմա քաղաքական հայտարարություններ մեկնաբանել, նորից եմ կրկնում, ազատ զրույցի պարագայում սիրով կմեկնաբանեմ, չեմ վախենում, չեմ հրաժարվում, ուղղակի հաշվի առնելով, որ ներկայացնում եմ հեծը այս պահին եւ չթիրախավորելու համար մեր հետագա գործողություններում հեծը այդ պատճառով չեմ պատասխանի։ Ինչ վերաբերում է մեր աշխատակիցներից կապված, գիտեք, կոնկրետ փաստեր չունենք։ Ունենք ասեկոսներ, որ այտենց ասում են, հեսա գալիս ենք, պետականացնում ենք, կառավարիչ ենք նշանակում, 30% աշխատավարձ ենք բարձրացնում։ Չեմ կարող ասել ինչ քանակի մարդկանց վրա դա կարող է ազդել, բայց մի քիչ մտածող մարդու համար դա միֆ է։ Իսկ մի քանի հազար աշխատակցի վրա 6800 աշխատող ունենք մենք, մոտավորապես մինուս պլյուս շատ փոքր թիվ, եւ այդ 6800 աշխատողից չեմ կարծում, որ ինչ-որ լուրջ քանակ կհավատա դրան, որովհետև աշխատավարձների 30% բարձրացնելու պարագայում կարծում եմ նորից իմ կարծիքը մոտավորապես 3 միլիոն մարդ կսկսի ավել վճարել, որպեսզի 6800 մարդ ավել փող ստանա։ Այսինքն սակագնի խնդիր է առաջանալու միանշանակ։ Այստեղ մենք ինչով ենք զսպել սակագինը, շատ կարճ անդրադարձ դրան անեմ, զսպել ենք կորուստների տոկոսի նվազելիությունով, այսինքն կորուստների տոկոսը նվազելու դեպքում գեներացվում է լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որի արդյունքում զսպել ենք սակագնի աճը։ 4.8, եթե չեմ սխալվում, դրամ 16 թվականից սկսված թանկացել է հոսանքի սակագինը, որի մեջ հեծի այսպես ասած մաս, որպես կտոր 0 դրամ է։ Այսինքն հեծի նախաձեռնությամբ, то есть ինչքան որ թանկացել է հոսանքը, հեծը այդտեղ որևիցե բաժին չունի։ Հեծի նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի նախաձեռնությամբ, հեծի նախաձեռնությունը երբեք չի եղել սակագին բարձրացնելու 16 թվականից հետո, եւ ինչպես պարոն Կարապետյանն է իր հարցազրույցներում նշելու, այնտեղ անգամ ժամկետ կա, որ չի լինելու, իսկ հանձնաժողովի նախաձեռնությունն էլ չի եղել, բարձրացվել է սակագներ արտադրողի, տեղափոխողի, գիտեք, մեր ժողովուրդը պատկերացնում է, որ այդ իրենք ինչքան որ վճարում են հոսանքի համար, այդ ամբողջը հեծին է։
Հեցինը չի ամբողջը, որովհետև այստեղ ունենք արտադրողներ, ունենք տեղափոխող եւ բաշխող։ Մենք բաշխողն ենք։ Արտադրող կայան չունի հեծը։ Այսինքն ինքը վերցնում է sense կոպիտ ասած ոնց որ վերավաճառում։ Այս պարագայում սակագնի մեջ մտնում են նաեւ այդ նշած արտադրող բաշխող։ Այդ 4.8 դրամը, որ թանկացել է իրենց համար, ոչ մեզ համար։ Ինչ վերաբերում է ձեր ասած գլխավոր դատախազի եղբորը, գիտեք, այդտեղ 6800 հոգանոց կոլեկտիվում շատ մարդ կարող է լինել։ Մենք աշխատանքի չենք ընդունում որպես գլխավոր դատախազի եղբայր կամ ինչ-որ մեկի որդի կամ ինչ-որ մեկի, չգիտեմ։ Կադրային մեր քաղաքականությունը տարվում է պրոֆեսիոնալիզմից ելնելով։ Այսինքն, եթե մարդ ինչ-որ բան կարողանում է անել, ինքը մեզ պետք է։ Հիմա Իսկ ինձ սկզբանը չեք իմացել, չեք զգուշացել, որպես մասնագետ եք դրանից, եթե չեմ սխալվում, Չէ, գիտեք, ոչ թե չենք իմացել, որ ինքը գլխավոր դատախազի եղբայրն է։ Իհարկե իմացել ենք, այդտեղ գաղտնի բան չկա։ Ասածից իմաստը հետևյալն է, Կարապետյան Սամվելի կադրային քաղաքականության մեջ երբեք չի եղել, որ այս մարդնա չի կարելի կամ այս մարդնա պետք է առավելություն ունենա։ Երբեք։ Կաշխատի, նորմալ կաշխատի մեզ հետ, չի աշխատի, անկախ նրանից իրով լինելը ինքը կազատվի։ Քաղաքականությունը այսպեսին հավատացեք։ Այս պարագայում այդ ժամանակ խաղաղ են եղել արշավիչները ձեզ մոտ, հիմա խաղաղ չեն։ Ճիշտ է չի ձեզ այդ հարցը տալ, բայց ամեն դեպքում ռիսկեր չի պարունակում արդյոք ունենալ մանավանդ գլխավոր բուրգում մեկը, ով իշխանության ներկայացնում։ Նախ գլխավոր բուրգ չի, Մուսալեր մասնաճյուղի տնօրենի խորհրդական անդամ են, ձեր նշած անձը, եւ ախր գիտեք որ նախնդիրը, լավ ընդունենք գլխավոր, ընդունենք իմ օգնական կամ խորհրդական։ Ես ինչ եմ անում, որ ես վախենում եմ, որ Վարդապետյան Աննայի եղբայրը իմանա։ Ինչի՞ չենք այս տեսանկյունից նայում։ Այսինքն մենք չենք անում այնպիսի բան, որից վախում ենք, ով տանում եք քաղաքականություն լավ չի։ Կներեք, բայց այդտեղ Հաջորդ հարցին անցնենք։ Խնդրում եմ ներկայացեք երրորդալիկ Անհիս Սուփեսյան։ Դուք ձեր խոսքում նշեցիք, որ չէիք արել ոչ մի բան կամ չէին երևացել որևէ նախադրյալներ այն մասին, որ պետքա բանը հասնել սրան եւ իշխանությունը ասեր պիտի խլենք հեծը։ Բայց դեր որ կապ չուներ աշտարակի մայրով, որ այդ օրմորի բացման հոսանքած դոկումենտացի հետ արդեն մեկնաբանություն տվել եք։ Դրանից առաջ ազգային ժողով, դրանից առաջ կառավարություն, մյուսերը հանդիպում, այս նիստի ժամանակ։ Եթե ծուղը նստենք շիտակ խոսենք, նաև քաղաքացիներից դժգոհություններ կան, կարծում դրանց մասին նաև դուք գիտեք։ Այս վիճը ընդհանուր առմամբ, որի իմիտացիայի, չէր հուշում այն մասին, որ ամեն դեպքում սև ամպեր են հեցին, սա մեկ։ Երկրորդը, հիմա շատ է շրջանառում նաև արկածը, որ Փաշինյանը ազգայնացում կամ պետականացում ասելով իրական նկատի ունի ոչ թե բուն պրոցեսը, հասկանալով, որ դա շատ բարդ գործընթաց է, այլ նկատի ունի կառավարումը վերցնել։ Եվ երրորդ հարցը, Սամվել Կարապետյանի հայտարարությունը շատ մանիպուլացվում նաև քպականների կողմից թքածում են